Որպեսզի հանրային օբյեկտներում ռեստորաններ, սրճարաններ, մանկապարտեզներ, դպրոցներ, հնարավորինս նվազի թունավորումներն ու մարդկանց առողջության համար վտանգավոր այլ երևույթները, պետք է ներդրվի եւ իսկապես աշխատի վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը, կամ ինչպես ավելի հայտնի է, HACCP համակարգը։ 2022 թվականին թունավորումների մեծ բռնկումներ ունեցանք եւ HACCP համակարգը մեզ օգնեց, քանի որ տվյալ հանրային օբյեկտը ուներ HACCP համակարգ, օգնեց ավելի հեշտ հետագծելիությամբ բացահայտելու տվյալ թունավորումը։ Իսկ ինչ համակարգ է սա։ Ըստ դրա նախապես վերլուծվում է բոլոր հնարավոր վտանգները, որոշվում է, որ փուլում կարող է առաջանալ վտանգ։ Այդ փուլերը դարձվում են կրիտիկական հսկման կետեր եւ մշտապես վերահսկում։ Ավելի պարզ օրինակով ներկայացնենք։ Ռեստորանում մատուցվում է մսով սնունդ։ Ամենասկզբում, երբ ստանում են միսը, ստուգում են դրա որակը։ Ընդունելուց հետո այն պետք է պահել սառնարանում։ Այստեղ օրինակ սառնարանի ջերմաստիճանը կրիտիկական կետ է։ Եթե լինի նախատեսվածից բարձր կամ ցածր, կարող է վտանգավոր դառնալ մարդու համար։ Եվ այսպես յուրաքանչյուր քայլի որոշվում է կրիտիկական կետն ու մեծ ուշադրության արժանանում։ Այդ բոլոր տվյալներն էլ սկսած ջերմաստիճանից գրանցվում են ու պահպանվում։ Մի կազմակերպություն ունենք իրացման ցանցերում, որոնք որ ապրանք էին վաճառում, սննդային հավելումների հետ կապված խնդիր կար, եւ քանի որ խմբաքանակի համարները բոլոր իրացման կետերում կային, նրանք հետքան չարեցին եւ այդ ամբողջ խմբաքանակը ոչնչացվեց։ Այդ իսկ պատճառով հումքի ընդունման ժամանակ, երբ որ խմբաքանակի համարը մենք մեզ մոտ գրանցում ենք իրականացնում, նշանակում է ապահովագրում է եւ տնտեսվարող սուբյեկտը իրեն, եւ արտադրությունը եւ տեսուչի գործն ավելի է հեշտանում ստուգման վերահսկողության ժամանակ։ Համակարգը ընդունված է ու կիրառվում է բազմաթիվ երկրներում։ Հայաստանում էլ HACCP համակարգի ներդրումը պարտադիր է դարձել դեռ 2014-ին։ 2022-ին այն ընդգրկվել է ստուգաթերթերում։ 2024-ին պարտադիր է դարձել հանրային օբյեկտներում։ 2026-ից էլ կսկսի խիստ վերահսկողությունը։ Դեկտեմբեր ամսվանից սկսված Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մենք իրականացնում ենք իրազեկման արշավներ։ Ունեցել ենք արդեն 7 մարզում, շարունակական բնույթ են կրում, մենք տնտեսվարողներին ներկայացնում ենք HACCP համակարգի վտանգները ու համակարգի էությունը։ Կան հաստատություններ, որոնք կիրառում են այդ համակարգը որոշ չափով, բայց տեղյակ չեն դրանից։ Նախ համակարգը ներդրելը շատ մանրուքներ էր իրենցից պահանջում, ես որ տեսա շատ դժվարություններ կար ներդնելու, բայց կփորձենք ինչքան հնարավոր է անել։ Սննդի վերամշակման մանրուքները, պահպանման մանրուքները, դա կլինի մեր հիմնական դժվարությունները, որ մենք տիրապետենք իդեալական։ Այս համակարգը ներդրված է եւ մատյաններն ունենք, աշխատում ենք մատյաններով, բայց հավելյալ նորից մատյաններ կունենանք, ինչը որ պահանջում է այս համակարգը եւ ավելի մեծ տեսչությունը երբ որ կգա, մենք կներկայացնենք եւ մեզ համար ավելի ապահով կլինի։ Մյուս տարեսկզբից այն տնտեսվարողները, ովքեր չեն ներդնի այս համակարգը, կտուգանվեն։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատյան, լուրեր։